Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն անդրադարձել է TRIP-ի նախագծին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման արդյունքում։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, այդ երթուղին անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կխթանի Կասպից ծովից այն կողմ առևտրային ակտիվությունը և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Թրամփն ընդգծել է, որ նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական համաձայնագրի արդյունքում։ Կողմերն այն անվանել են իմ անունով Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։ Իսկապես գնահատում եմ այդ փաստը, հիանալի համաձայնագիր է, վստահ եմ, որ այստեղ ներկաները կօգտվեն դրա հնարավորություններից, նշել է Թրամփը։ Ղազախստանի նախագահն էլ աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփի խաղաղապահ նախաձեռնություններին, այդ թվում TRIP-ի նախագծին, որը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համոզմամբ կարող է նպաստել միջին միջանցքի զարգացմանը։ ԱՄՆ նախագահը վճռորոշ ներդրում է կատարում ավելի անվտանգ, կայուն և բարգավաճ աշխարհ ապահովելու գործում, ընդգծել է Ղազախստանի ղեկավարը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բխում է տարածաշրջանի շահերից և ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նրա խոսքով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը Թրամփի ուղու TRIP-ի նախագիծն է, որը կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան սեպտեմբերի 5-ին երկու երկրի պատվիրակությունները փոխվարչապետների գլխավորությամբ փոխադարձ այցելություններ են կատարել Ադրբեջան և Հայաստան, ծանոթացել տրանսպորտային ուղիներին և ենթակառուցվածքներին, մանրամասնել է Հաջիզադեն։ Նա հավելել է, որ 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումն էլ նախատեսված է Ադրբեջանում։ ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ չնայած վերջին շրջանում երկկողմ լարվածությանը Բաքուն շահագրգռված է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և այդ գործընթացը պետք է հիմնված լինի հավասար գործընկերության վրա։ Նա տեղեկացրել է, որ վերսկսում են բանակցությունները Եվրամիության հետ նոր համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ։ Հաջիզադեն հավելել է, որ նաև սկսվել են Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքները։ Նոր փուլ է սկսվում, այդ թվում Փարիզ-Բաքու հարաբերություններում։ Պաշտոնյանն նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ներողություն է խնդրել և ընդունել, որ դեկտեմբերին ազալ ինքնաթիռը խոցվել է ռուսական սխալի հետևանքով։ Դա Մոսկվա-Բաքու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ է։ Ռուսաստանի արտգործնախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հնգամյակի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։ Ըստ գերատեսչության Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ընդունված հայտարարությունները կազմում են տարածաշրջանում խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը և մինչ օրս արդիական են։ Հաղորդագրության համաձայն Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Բաքուն և Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականացնելու համար, այդ թվում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, հաշվի առնելով Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերը, նշում են ԱԳՆ-ից։ Ըստ գերատեսչության կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պետական սահմանն արդարացիորեն սահմանազատվի, ինչպես նաև արդյունավետ կապեր հաստատվեն քաղաքասարակությունների միջև։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել համապարփակ աջակցությունը ադրբեջանցի և հայ գործընկերներին, այդ թվում 3+3 հարթակի շրջանակում, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, ինչը կարևոր է տարածաշրջանի երկրների տնտեսությունների և քաղաքական դիրքերի ամրապնդման համար, հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Վերջին 35 տարում Թբիլիսին շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման ուղղությամբ և շարունակում է կարևոր դեր խաղալ մեր հարևանների Հայաստանի և Ադրբեջանի համար, ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով Հարավային Կովկասի երկրները ներկայումս տնտեսական աճի բարձր տեմպեր են գրանցում խաղաղության և գործակցության շնորհիվ։ Հարկավոր է պահպանել այս դինամիկան, շեշտել է Կոբախիձեն։ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը մեկնել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործակցության հեռանկարը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած համաձայնություններին և խաղաղության հեռանկարին, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագրերին։ Դիանա Գասպարյան, լուրեր։